այս մեծ ժամանակահատվածը մեզ զուտ օրացուցային իմաստով, երբ ընթանում ենք դեպի հարության շրջան եւ գտնվում ենք 40-օրյա պահեցողության, ապաշխարության, զղջումի, խոստովանության, ինքնախոստովանության այս շրջանի մեջ չափազանց կարևոր է սեփական անձի անդրադարձ ունենալը։ Միայն պարզապես պարտքը կատարելու մասին չլինի մեր այս ճանապարհորդությունը։ Ժամանակահատված լինի, որ մենք կարողանանք անդրադառնալ, ինքնաանդրադառնալ, գնահատել, հասկանալ։ Ես վստահ եմ, այս խոսքերը լսելուց էլ ոմանք իրենց նորից արդարացնում են, բայց դրա կարիքը չկա։ Մենք այս պայքարի հենց առաջին օրվանից հռչակել ենք հաշտության մասին, ճշմարտության մասին, արդարության մասին, ինքնագնահատականի մասին, ինքնաճանաչողության մասին, թե անձ, թե հասարակություն լայն իմաստով։ Այս արժեքները պարզապես հնչող արժեքներ չեն, սրանք են դեղերը, բուժիչ միջոցները, որոնք մեզ կարող են դուրս բերել մեր այս շրջափակված, կալանավորված վիճակից, որոնք կարող են պատճառ, միջոց լինել պարզապես կանգնելու, այս արհավիրքը վերացնելու եւ նոր տունը կառուցելու մի տեսակ հոգեվոր իմաստով տուն վերադառնալու, ներդաշնակություն վերադառնալու, այո, Աստծո ներկայություն վերադառնալու, որի սիրուց ոչ ոք չի կարող մեզ բաժանել։ Որն է Աստծո այդ սերը։ Ինքնազոհությունը մարդու համար, ամեն ինչ տալը մարդուն եւ ցույց տալու այն օրինակը, որ դու էլ կոչված ես նույնը կատարելու, որովհետեւ առանց ինքնազոհողության, որի բաժիններից մեկը նաեւ սեփական մեղքն ու սխալն ընդունելն է, արդարացման այլ ճանապարհ գոյություն չունի։ Այո, դժվար է մարդու համար ընդունել սեփական մեղքը, ընդհանրապես լայն իմաստով, շատ դժվար։ Հեշտ է մատնացույց անել բոլորին, հեշտ է բոլոր եղած եւ չեղած մեղքերի մեջ մեղադրել բոլորին, բացի իրենից։ Եվ դա միանշանակորեն անկման եւ գլորման պատճառն է դառնում։ Այո, դա ինքնազոհողությունը, չափազանց մեծ կամք, քաջություն է պահանջում, որպեսզի ընդհանրական, հասարակական շահի կամ դիմացինիդ նույնիսկ հետ հարաբերության մեջ կարողանաս կտրել քեզանից, ընդունել դա եւ դառնալ կրողը ճշմարտության, դառնալ կրողը հաշտության, դառնալ կրողը արդարության, բարիքի, Աստծո հետ ներդաշնակ ու համերաշխ ապրելու, այդ սիրուց չկտրվելու։ Եթե չկան այս արժեքները, մի փնտրեք այլտեղ, վերականգնվելու իմաստով, բուժման, ապաքինման իմաստով, որևէ այլ բան։ Մի քանի օր առաջ մեզ բոլորիս ցնցեց, արդեն իսկ պատկերը հստակ էր, Բաքվի բանտերում գտնվող մեր սիրելի հայրենակիցների, եղբայրների տառապանքի մասին է խոսքս։ Պատկերը հստակ էր, անընդունելի, որ հայ ռազմաքաղաքական ղեկավարներ կարող են գտնվել թշնամու բանտում։ Ինչպես ասել ենք, դա բոլորիս բանտարկությունն է, մեր պատվի բանտարկությունն է։ Եվ մի քանի օր առաջ բոլորիս ցնցելը, հուսամ բոլորիս էլ մտածումի առիթ է տվել, վերագնահատելու, հասկանալու առիթ է տվել Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունը, խոսքը ուղղված հայ հասարակության ընդհանրապես, որտեղ խոսում էր ճիշտ այն արժեքների մասին, ինքնազոհողությունից սկսած եւ նաեւ սեփական կյանքով վճարելու եւ հաղթանակ կերտելու մասին։ Մարդիկ եղան, սկսեցին քննարկել, թե ինչպիսին էր, որտեղ էր, երբ էր, ինչ կերպով էր այդ ձայնագրությունը եւ այլն, բոլոր ձևերի եւ այլնի մասին։ Ինչու՞, որպեսզի պատասպարվեն, որպեսզի սեփական մեղքը կամ սեփական անպատվությունը չընդունեն, որպեսզի սեփական ներդրումը, ինքնազոհողությունը ծածկեն ինչ-որ ձևով, բայց խոսեն արտաքին ինչ-որ բաների մասին, թե ինչպես տեղի ունեցավ այդ ձայնագրությունը, ինչ կերպով, ձայնը լավն էր, լավը չէր, եւ այլն, եւ այլն, եւ այլն։
բայց ոչ խորքային բովանդակության մասին։ Ոչ երբեք, որովհետև այդ բովանդակությունը վերաբերում է յուրաքանչյուրին, ազատության ճակերտավոր ասած մեջ գտնվողներին, վերաբերում է յուրաքանչյուրին որպես մտածումի առիթ, ինքնակնության առիթ, յուրաքանչյուրին է վերաբերում մեզանից մտածելու մեր ապրած կյանքի մասին, հենց այս օրերի, այս ժամին ապրած կյանքի մասին, մեր պատվի մասին, արժանապատվության մասին, Աստծո սիրո մասին, մեր երազների մասին, ես չեմ դադարելու ասել, ձգտումների մասին, իղձերի մասին, չի կարող մարդ, ով պատասխանատվություն է ստանձնում, մեծ կամ փոքր չափի, երազ, իղձ, տեսիլք չունենա, ձախողումներն էլ այդտեղից են գալիս, որովհետև պետական պաշտոնյա կամ ոչ, բայց հատկապես որևէ մեկը այսօրվա մեր մտքի սահմանափակումների մեջ մտածում է միայն ինչ-որ օրակարգերի մասին, մտածում է ինչ-որ նյութական ձեռքբերումների մասին, երբեք չի կարողանում ինքնազոհությամբ խոսել տեսիլքի, իղձերի, երազների, ձգտումների մասին, մեծ պատկերների մասին, ինքնընծայման մասին, պատրաստ լինելու զոհաբերության, ինքնազոհաբերության ամեն իմաստով։ Եթե սա չկա, այս արժեքը չկա, ուրեմն Աստծո հետ սիրելու եւ սիրվելու պատմությունն էլ չկա։